Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ուզում Հայաստանի հետ։ Օրինակ ասել է, որ չէ, դուք պիտի չունենաք վարչապետ, այլ պետք է ունենաք Ադրբեջանի դրածո այդտեղ։ Հիմա ինչու են արցախցիներին զրկել այդ քաղաքացիությունից 100,000 մեր հայրենակիցներ։ Մի բարձ պատճառով, որ հետո ասեն են Բաքվում դատվող մի քանի հոգի են, մեր քաղաքացիները չեն, մենք այդտեղ պարտավորություն չունենք։ Թրամփը Պուտինը ինչ-որ բան պայմանավորել է, ինչ-որ բանը ճշտումներ կանեն Թուրքիայի Ադրբեջանի ճշտումները։ Միանշանակ, այո, Հայաստանի հետ ոչ մեկ հաշվի չի նստելու։ Անցած 5 տարիների ընթացքում Փաշինյանի կառավարության խնդիրը բանակի վերականգնումը չի եղել։ Ադրբեջանի հիմնական ուղղությունը Վարդենիսի եւ այլ հատվածներից հարվածն է ելքով դեպի Սևանալիճ, այնտեղից Սելիմի Լեռնանցքով իջնել եւ Սյունիքը կտրել։ Փաշինյանը արդեն մի քանի անգամ տարբեր բաներ է պրովալ տվել, հասկանում եք, իր հետ պայմանավորվելու ցանկություն ոչ մեկ չունի։ Միանշանակ ԿՊ դիրքերը Գյումրիում շատ թույլ են, շատ։ ԿՊ-ն հասկանում է, որ Գյումրին իրենց համար կարող է դառնալ գերեզմանափորը այս իշխանության, հաղթելու հնարավորություն նրանք չունեն, գողանալու հնարավորություն ունեն։ Ադրբեջանը Հայաստանից այսպես կոչված ռազմական հանցագործներ է պահանջում։ Սիրիայում ցեղասպանության վտանգ է, Թրամփն ու Պուտինը աշխարհ են կիսում։ Նույն այդ պահին Հայաստանի ղեկավարը վերհիշել է այսպես կոչված Թալանը հետ բերելու հռետորաբանությունը։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ վիճակում ենք ու ինչ սպասել մոտ ապագայում։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան, բարի գալուստ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես Հիկմետ Հաջիևը վստահեն ծանոթ եք։ Օրերս հայտարարեց, որ խաղաղության, Ադրբեջանի հետ նոր հարաբերությունների սկիզբ եւ այլնի համար, այդ ձգտումը ապացուցելու համար Հայաստանը պետք է պատրաստական լինի ընդունի իր պատասխանատվությունը եւ հանձնի ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես դրանց, ովքեր հիմա բնակվում են Հայաստանում ու թաքնվում են Հայաստանում, այսպես էր ասել։ Ինչ է սա, արդյոք նոր նախապայման է սա։ Ու ձեր կարծիքով ինչպես կվարվի Փաշինյանը հաշվի առնելով նախընթաց ամբողջ ընթացքը։ Դե կարծում եմ ամեն ինչ բավական պարզ է։ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ուզում Հայաստանի հետ։ Պարզապես չի ցանկանում, լավ հասկանալով, որ դա սահմանափակելու է հետագայում իր ախորժակը կամ պահանջները Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Դրա համար իրենք անընդհատ նոր պայմաններ են դնում, եւ հենց որ տեսնում են, որ դրված պայմաններից մեկը այս դեպքում սահմանությունը փոփոխելու process-ը արդեն ընթացքի մեջ է, դեռ չսպասելով որ ավարտվի այդ իրենց այդ մի պայմանի կատարածվելը Հայաստանի իշխանությունների կողմից, հաջորդն են դնում, հերթով ստիպելով առաջ են գնում։ Վստահ եմ, որ հենց որ սահմանադրությունը փոխվեց, իրենք բարձրացնելու են, ավելի են բարձրացնելու մեր նախկին ղեկավարների ռազմաքաղաքական իշխանությունը իրենց հանձնելու այդ պահանջը, զուգահեռաբար բերելով մեկ այլ պահանջ, օրինակ ասել են, որ չէ, դուք պիտի չունենաք վարչապետ, այլ պետք է ունենաք Ադրբեջանի դրածո այդտեղ։ Այսինքն ֆանտաստիկ այդ պահանջը, որ կոնկրետ օրինակ նախագահները, չէ՞, ճիշտ եմ ասում, առաջերտի վերաբերում, դա ֆանտաստիկայի ժանից չի, հա, ուղղակի ասելու համար չի, սա ռեալ թղթի վրա է, նաև պահանջ է կամ ոչ մեկ։ Պատկերացրեք Ադրբեջանի նախագահի օգնականի մակարդակով, որը ի դեպ նաև համակարգողն է իրենց արտաքին քաղաքականության համակարգողն է, Հաջիևի շուրթերով նման պահանջ է դրվում Հայաստանին։ Ես չեմ կարծում, դա հենց այնպես ասված խոսք է։ Իրենք փորձելու են դրան հետևողականորեն գնալ, լավ հասկանալով, որ գիտեք, իրենց նույնիսկ այդ մարդիկ պետք չեն, նախագահները պետք չեն, այն ինչքան որ հայ ժողովրդին ստորացնելու, այսպես մենքովեշ ցույց տալու, որ դուք ոչինչ եք, դուք գործոն չեք եւ դուք պետք է ենթարկվեք մեր կամքին, այս քաղաքականության իրականացումն է։ Մենք տեսնում ենք դա դատավարության ընթացքում ինչպես են վարվում, հա, թե իսկապես իրենք չեն դատում այնտեղ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին կամ չգիտեմ Դավիթ Իշխանյանին, իրենք դատում են մեր ժողովրդին, մեր պայքարը, մեր անցած պատմությունը եւ այդ դատը ամբողջականացնելու համար ուզում են ամենագլխավոր գործիչներին ունենալ նույն վիճակում, ինչ որ հիմա գտնվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Եվ դրա համար ունեն գործիքներ, այդ նպատակներին հասնելու համար ունեն գործիքներ։ Գործիքներից մեկի անունը Նիկոլ Փաշինյան, որը նստած է կառավարության շենքում եւ կառավարում է այսօր փաստացի Հայաստանը։ Այսինքն, տեսեք, եթե Արցախի ղեկավարությունը հասկանալի է, չէ՞, ինչ որ պատերազմական հանգամանքներում էր, Հայաստանում չէր, լավ, այսպես ասենք, եւ առանձնապես պաշտպանողել չունեին, լավ։ Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարը, հա, էլի չի տեղավորում տրամաբանության մեջ։ Կարող է արդյոք հասնել մի օր նրան, որ Հայաստանի գործող ղեկավարը Հայաստանի նախկին ղեկավարներին, այսպես ենք, հանձնի Բաքվին։ Արկադի, նման փորձ
եղել է արդեն։ Հայաստանում չէ, Սերբիայում է օրինակ եղել, հա, երբ որ պետությունը իր նախկին ղեկավարին հանձնում է դատարաններ կամ չէ միջազգային դատարաններ։ Ադրբեջանը հենվում է այդ փորձի վրա։ Ադրբեջանը հենվում է իր ուժեղի դիրքերի վրա, եւ Ադրբեջանը կարող է այդ դիրքերից հասնել կամ հույս ունենալ, որ կարող է հասնել իր նպատակներին։ Այսինքն նույնիսկ Բաքու չուղարկել, ասի ուրիշ բան դնի անունը, պայմանական, չգիտեմ ինչ կդնեն, բայց խնդիրը նորից եմ ասում, հիմնական խնդիրը այն չէ, որ այդ նախագահները հայտնվեն դատարանի առջև, խնդիրը այն է, որ եթե այդ պատրվակով խաղաղության պայմանագիր հնարավոր լինի չստորագրել, ուրեմն չստորագրվի։ Իսկ եթե հանկարծ Հայաստանի իշխանությունները կամ հանկարծ չէ, մեծ հավանականությամբ դրան էլ համաձայնվեն, վստահեցնում եմ հաջորդ պահանջն է լինելու։ Այսինքն կունենան եւս մի խաղակարգ հայերին ստորացնելու համար, հա, բայց զուգահեռ այլ պահանջ կդնեն, որպեսզի այդ պայմանագիրը ամեն դեպքում չստորագրվի։ Նորից եմ ասում, Ադրբեջանը պայմանագիր Հայաստանի հետ ստորագրելու բացառապես մեկ պարագայում, երբ որ լինի իրական ռևանշ, երբ որ ինքը տեսնի, որ կորցնելու բան ունի, վտանգ ունի, կամ ինչ-որ բաներ կորցրել է, ավելին չկորցնելու համար կարող է գնալ այդ պայմաններին։ Հիմա Ադրբեջանը խնդիր ունի մինչև վերջ հնարավորինս ստորացնել, թուլացնել, կորզել եւ այլն, ինչ հնարավոր է փոկել Հայաստան։ Այսինքն ճիշտ հասկացա, որ անգամ սա այս ծայրահեղ բանը վերջին պահանջը ու պայմանը չեն կարող դիտել։ Չէ, միանշանակ ամենածայրը։ Ես ասում եմ, որ եւ տարածքներ են պահանջելու, եւ պահանջելու են, որ չգիտեմ, սահմանադրություն փոխվի նորից, հա, եթե այս մեկը փոխվի, նորից փոխվի, ասենք չգիտեմ, Հայաստանը պարտավորված լինի օրինակ արտաքին քաղաքականության մեջ որևէ քայլ առանց Ադրբեջանը համաձայնեցնելու չանի, կամ սահմանափակումներ դնեն օրինակ մեր բանակի թվականակի ռազմական տեխնիկա եւ այլնի քանակի վրա։ Այսինքն նման բաներ իրենք խոսում են, սա այն չի, ինչ որ ես ենթադրում եմ։ Այս ամեն ինչը նա ինչ որ ադրբեջանական մեդիաներում, փորձագիտական շրջանակներում, նաեւ ինչ որ չափով պաշտոնական շրջանակներում արդեն կա։ Հա, դրել են դարակներում, սպասում են հերթով բանն։ Այ հիշեցիք Բաքվում դատվողներին, այսպես կոչված, իշխանությունն ասում է, որ աշխատում ենք, ոչ հրապարակային ենք աշխատում, ոչ չխանգարենք, եւ այլն, ինչու եք մեզ մեղադրում, որ չենք աշխատում։ Դուք տեսնում եք այդ գործուն քայլերը, թեկուզ եւ ոչ հրապարակային, կամ նման կամք տեսնում եք, որ Բաքվում պահվող մեր գերեվարած հայրենակիցներն ազատ արձակվեն։ Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունները աշխատում են այդ ուղղությամբ, ավելին ես վստահ եմ, իրանք ստում են, երբ որ ասում են աշխատում են, որովհետեւ ցանկացած աշխատանք պետք է ունենա ինչ որ արդյունք, տեսանելի արդյունքներ պետք է ունենա։ Հիմա եկեք մի քիչ հետ գնանք, տեսնենք թե ինչպես են իրենք վարվել Արցախի մեր հայրենակիցների հետ, նրանց պարզապես զրկել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ասել են ձեր անձնագրերը ոչ մի բան է, դիմեք քաղաքացիություն ստացեք, կդառնաք Հայաստան Հանրապետության քաղաքացի։ Այն մարդկանց ում անձնագրերի վրա գրված էր Հայաստանի Հանրապետություն, որտեղ որ գրված է որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է այդ անձնագրի գրողին եւ այլն։ Հիմա ինչու են արցախցիներին զրկել այդ քաղաքացիությունից։ 100,000 մեր հայրենակիցներ մի բարձ պատճառով որ հետո ասեն են Բաքվում դատող մի քանի հոգի են մեր քաղաքացիները չեն, մենք դե պարտավորություն չունենք։ Նրանք այո, հենց այդ նպատակով, այսինքն երբ որ իրենք ասում են որ գործ են անում այդ ուղղությամբ, գործ չեն անում։ Որովհետեւ ինչ վերաբերում որ ցուցաբերում են Հայաստանում բնակվող այսպայն արցախների հանդեպ, դա պրոյեկտվում է այնտեղ։ Միանշանակ, այսինքն եթե արցախցիներին այս իշխանությունը չի ճանաչում որպես Հայաստանի քաղաքացի, բնականաբար Բակո Սահակյանին եւ մնացած ռազմագերիներին չի ճանաչել որպես Հայաստանի քաղաքացի։ Հիմա Արցախի քաղաքացիություն չկա, Արցախը չեն ճանաչում, նման քաղաքացիություն չեն ճանաչում, եւ նրանք էլ Հայաստանի քաղաքացի չեն, հետեւաբար Հայաստանը որևէ պարտավորություն չունի։ Իրենք այս տրամաբանության մեջ են, այսինքն իրենց գործերի արդյունքները ինչ որ արել են, սա է ցույց տալիս։ Ցույց չի տալիս, որ իրենք պայքարում են Արցախի ռազմաքաղաքական իշխանությունը ազատ արձակելու համար։ Կամ ուղղությամբ, կամ թեկուզ Հայաստանում գտնվող Արցախի իշխանությունների հանդեպ այս երկրի ղեկավարության վերաբերմունքը միտը ցույց է տալիս, որ ընդհանրապես այդպես process կա։ Ես վախենում եմ, որ զուգահեռ դատավարություններ սկսեն այստեղ նույն մեղադրանքներով կամ նմանատիպ մեղադրանքներով, ինչ որ Բաքվում դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս կլինի զուգահեռ դատավարություններ։ Այստեղ գտնվող իշխանությունները համենայն դեպս հետապնդումները նույն որակի եւ նույն բանի մեջ է, տրամաբանության մեջ են։ Չէ, դա չեն ասել։ Միշտ չեմ բացառում, սպասում եմ, որ նման բան կարող է լինել։ Տեսեք, շարունակելով Բաքվի ռազմատենչությունը,
Իշխանությունը ասում է արդեն մի քանի անգամ Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, որ էսկալացիայի հիմք չենք տեսնում, նման արտահայտություն են հնչեցնում, բայց մյուս կողմից արդյոք նայում ենք պետական հեռուստատեսությունն է Ադրբեջանի, Թուրքիայի թեկուզ հակառակն է այնտեղ քարտեզներ են ցույց տալիս, այն որ Ալիևը լրիվ առաջ գնաց Սյունիքը նորից պատմական Ադրբեջան ներկայացրեց, արդյոք Ադրբեջանը չի պատրաստվում ռազմական գործողություններ, ինչու եմ ասում, գոնե կոնկրետ իրենց այսպես կոչված միջանցքի պահով, հաշվի առնելով, որ օրինակ աշխարհաքաղաքական գործոններ կարող են նպաստել Թրամփը օրեր առաջ Իրանին ուղիղ տեքստով սպառնաց, միգուցե սա ազատի ինչ-որ առումով ձեր կամ առիթ դառնա, ինչ է կարծում։ Դե գիտեք, երբ որ թշնամին քո սահմանում պայմանական թշնամի քեզ պայմանական թշնամի ավանելով Թուրքիայի հետ համատեղ տարեկան տասնյակավոր զորավարժություններ իրականացնում, հենց մեր սահմանում, 1-10-ից ավել, 12-13 տարեկան անում են։ Սեփական զորավարժությունները առանց Թուրքիայի մասնակցության ինչ մեծ քանակի են։ Ինչպես են իրենք առաջնագծում ինչ աշխատանքներ են տանում, ամենևին չեն ամրապնդում, հակառակը հարձակողական հնարավորություններ են ստեղծում եւ այլն։ Այդքանը տեսնելով հանդերձ ասած հիմք չեմ տեսնում էսկալացիայի, դա մենակ մի բան կարող է նշանակել, ինչու կռվեն, որ ինչ ուզեն կտանք, առանց կռվի կտանք։ Ուրիշ ոչինչ չի կարող դա նշանակել։ Ես հասկանում եմ, որ Ադրբեջանի գործողությունները սպային սահմանափակում են ոչ թե Հայաստանի հակազդեցությամբ, այլ ձեր նշած միջազգային սպասում են հարթակներում տեղի ունեցող զարգացումները, բայց Հայաստանը դրա մեջ էլի որևէ դերակատարություն չունի, այսինքն Հայաստանի իշխանությունները հասցրել են իրենց այն մակարդակին, որ ոչ մեկ հետ լուրջ չի խոսելու, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան, որևէ մեկը լուրջ չի խոսելու, այսինքն եթե գործը գա հասնի նրան, որ տարածաշրջանի կոնֆիգուրացիան պետք է վերջնականապես որոշի այդ բանակցությունների ընթացքում, այդ թվում աշխարհաքաղաքական ակտորների ներգրավվածությամբ, բայց Հայաստանը այդտեղ ձայն չունի։ Ադրբեջանը ունի, Թուրքիան ունի, Հայաստանը չունի այդտեղ ձայն։ Դրա համար ինքը նստած հանգիստ ասում է հիմք չեմ ինչի չի տեսնում, չգիտեմ ինչու չի տեսնում։ Պուտինը ինչ-որ բան պայմանավորեց, ինչ-որ բանը ճշտումներ կանեն Թուրքիայի Ադրբեջանի նկատմամբ։ Միանշանակ, այո, Հայաստանի հետ ոչ մեկ հաշվի չի նստելու։ Ու պարզ պատճառներով հաշվի չեն նստելու, որովհետև այն պահին, երբ որ Ադրբեջանը հաղթելով պատերազմում, բայց միևնույնն է շարունակում է մեծացնել ռազմական բյուջեն, շարունակում է արդիականացնել իր բանակը, ինքը շարունակում է հանդես գալ որպես նաև ռազմական գործոն տարածաշրջանում, ուժի գործոն, ոչ միայն տարանցիկ հնարավորություններով, չգիտեմ, նավ, գազ եւ այլն, այլ նաև որպես ուժի գործոն, որ այդ պետք է հաշվի նստել։ Ու մենք զուգահեռ այդ ամեն ինչը չենք անում, բնականաբար մեզ հետ հաշվի չեն նստել, որովհետև ուժեղ կողմերի հետ են ինչ որ բաներ քննարկում։ Սա է կարևոր հանգամանք, բայց նորից եմ ասում, եթե մի կողմ հիմա դնենք նույն միջազգային զարգացումները, ես վստահեցնում եմ, հենց առիթ եղավ, հենց հնարավորություն եղավ այդ շրջանցել այդ միջազգային հակազդեցությունը, Ադրբեջանը գնալու է ռազմական գործողությունների, իրենք պատրաստվել են դրան։ Իրենք շարունակում են պատրաստվել, սպասում են հարմար պահի։ Նա պետք է կույր լինել այդ ամենը չտեսնել կամ դավաճան լինել պարզապես այդ ամենը չտեսնելու համար։ Ինչպես 20-ին էին պատրաստ եւ մինչեւ վերջին օրը գիտեք 18-19 թվականներին, այս որ ասում են վերելակային պայմանավորվածություն, իհարկե վերելակայինը դա այսպես ասած բաններ, անվանումներ, բայց դա հենց այդ վերելակում չէր բնականաբար պայմանավորվել, բայց Փաշինյանն եւ Ալիևը որոշել են, որ սահմանում իրար վրա չեն կրակելու։ Ինչ էլ լինի, սահմանում ոչ մեկ իր վրա չի կրակել։ Եվ Փաշինյանը հիշում եք, այստեղ գլուխ էր գովում, որ առաջի անգամ ամիսներ շարունակ սահմանում միջադեպեր չկան, զոհ չունենք եւ այլն եւ այլն ասում։ Նույն բանն են ասում։ Բայց այդ նույն պահին, ասենք, պայմանավորվել ենք, որ չեն կրակում, բայց իրենք գալիս են սահմանում անխոչնդոտ ադրբեջանցիները ստեղծում են հարձակողական հնարավորություններ։ Եվ այն ժամանակ, որ ասում են եւ այդ դոտերը եւ այլն, որ բետոնից այդ կառուցված այդ ինժեներական աշխատանքները, որ ցուցադրվում էին, ասում են ընկերներ, այսօր դեռ ցավալի բան եմ ասում, եթե մենք ամիսը մի զոհ հիմա չենք տալիս, պայմանական տարին 10 զոհ չկա, որ կանխելու նպատակով, Շարունակում տեսանք։ Դուք մի ամիս հետո ունենալու եք 1000 զոհ։ Հիմա այն ժամանակ էլ էին ասում, խնդիր չկա, իրար չենք կրակում, Ադրբեջանը այդ պահը օգտագործեց ամեն տեղ որտեղ ընդհանրույց
դիրքեր ուներ եւ այլն, համապնդեց այդ դիրքերը, որտեղ հնարավոր էր հարձակողական պոտենցիալ կուտակեց այդ պոտենցիալը, մենք նայում էին, չէին գրավում, որովհետեւ դե Նիկոլաս դե գլուխ էր գովում, որ սահմանում խաղաղություն է։ Այսինքն հիմա ճիշտ եմ ասում, Հիմա նույն պրոցեսն է այս պահին գնում։ Մենք ասում ենք, որ հիմք չենք տեսնում եւ այլն, Ադրբեջանը շարունակաբար մեծացնում է իր հզորությունները, սահմանում թիկունքում իրենց եւ այլն, զուգահեռաբար պահանջելով, որ մենք թույլատնենք բանը, ինչ է կոչվում, մեր հակազդեցությունը եւ միջազգային հարթակները հատկապես գետնի վրա։ մի ցավալի բան ասեմ, դժվար է պատասխանել անկախ նրանից ով է իշխանությունը, բայց ամեն դեպքում այդ 20-ի ու 25-ի մեջ մենք մի քիչ գոնե պատասխանատվության մակարդակը ինչ որ առումով եւ զինվելու եւ ձեր ասած ամրաշինականի իշխանությունն ասում է որ արել են ինչ որ սահմաններ Հայաստանի, կա գոնե են պոտենցիալ հարձակման սպասվող հատվածներից։ Տեսեք, 20 թվականին մենք պատրաստ էինք այդ պատերազմին, եւ 20 թվականին մենք կարող էինք հաղթել այդ պատերազմը, եթե չլիներ դավաճանություն, եթե չլիներ պատերազմը թույլ տալու որոշում։ Ադրբեջանցիները զարմացել էին Արցախի այն պաշտպանական շերտերով հիշում եմ։ Շատ փաստեր կան, ախր դրա մասին շատ է խոսացվել, չգիտեմ, միջով ռեզերվային գնդերի ցրումը, նկաբանի գունդը, որը ռեզերվ է, որը պետք է ըստ մարտավարության նախքին գրավել 3-րդ պաշտպանական գիծը, քանի դեռ 92-րդ պաշտպանական գիծը, քանի դեռ առաջինը պայքարում էր, դե Աստված չարացե, եթե առաջի գիծը ճեղքվեր, զորքը պետք է վերադառնար 3-րդում, իսկ 2-րդում թարմ զորք պետք է լիներ։ Օրինակ այդ գունդը ցրվել է պատերազմից անմիջապես առաջ։ Կապանի այդ ռեզերվորը պետք է գնար 2-րդ նստեր եւ Արցախի հարավ-արևելյան շրջաններում պետք է պահեր։ Այդ է թույլ է տրվել, որ Ադրբեջանը պատրաստվի այդ պատերազմին, մեր զինվորների աչքի դիմաց ստեղծի հարձակողական բաներ, հնարավորություններ, դիրքեր ամրապնդի եւ այլն, նոր տեխնիկա բերի սահման, ոչ մեկ չխոչընդոտի դրան։ Չգիտեմ, դե հրամանատարների փոփոխություններ, մի շարք հրամանատարների գնդերի, վաշտերի եւ այլն, այսինքն ամբողջությամբ այդ ձևավորված այդ միկրո աշխարհի, միկրոաշխարհ ասեմ, բայց պաշտպանական այդ բանի այդ ամբողջությամբ ավիրելը, չգիտեմ, հիմար որոշումներ կայացնելը պատերազմի կենսական պահին, այդ սա բերել են նրան, որ պատրաստված բանակը 20 թվականին, որը կարող էր, լիարժեք կարող էր հակազդել թշնամուն, ինչպես դա արվեց 16 թվականին, ինքը հայտնվեց անգործունյա կամ վատ կառավարվող կամ չգիտեմ ինչ վիճակում եւ դավաճանված լինելով պարտության գնաց։ Հիմա այն ժամանակ այդքան մենք պատրաստ էինք։ Ես չեմ տեսել 20-25 թվականի այս 5 տարիների արանքում այնպես մի աշխատանք, որը ոչ թե ցուցադրական լիներ, ասեինք, գիտեք, 5 տեղ կամ 10 տեղ դիրքեր ենք ամրապնդել։ Դու տեսնես, որ վերականգնվեց բանակը, այս բանակը հիմա Ղուկասյանը Պապիկյանը կներ լրագրողների, փորձագետների խմբեր, падգամավորներով գնում են, նկարվում են, ասում են, տեսեք, այս հատվածը ժամանակը, այսինքն դա մասսայական չի, ցուցադրական է։ Կան չի, դա նույնիսկ եթե շատ տեղերում էլ արվածն, ես չգիտեմ ինչքան տեղ է արվել, բայց իմ տեղեկություններով ամեն տեղ չէ, ունենք շատ խնդրահարույց տեղեր, որտեղ պարզապես ասենք մի քիչ ձուն է գալիս, այդ դիրքերը չեն կարողանում պահել։ Դա նախկինում էլ է նման բաներ եղել, բայց ոչ ամեն տեղ, հա, իսկ հիմա կենսական տարածքներում, կենսական մեր համար տարածքներում մենք այդ խնդիրները ունենք։ Շատ չեմ ուզում դրա մասին խոսել, ինչ որ լսել եմ, ինչ որ տեսել եմ եւ այլն, բայց ասում եմ, որ անցած 5 տարիների ընթացքում Փաշինյանի կառավարության խնդիրը բանակի վերականգնումը չի եղել։ Նույնիսկ չեմ ասում երկրի վերականգնումը, այլ բանակը բերել այն տեսքի, որ ինքը կարողանա իր առջև դրված ռազմական խնդիրները լուծի, այդ ուղղությամբ աշխատանք չի տարվել։ Իսկ եթե լուծի էր մեր բանակը, որը իդեպ ես հավատում եմ, ռեալ հավատում եմ, որ մենք կարող ենք նույնիսկ այս վիճակում, դա արվելու է բացառապես նորից մեր զավակների ինքնազոհության պատրաստակամության հաշվին։ Եթե այս թեման փակելն ենք, ինչ եք կարծում, այդ կարճաժամկետ հենց Սյունիքյան հարվածով սահմանափակվող ուղղությամբ, թե Ադրբեջանը այլ պլաններ ունի, չգիտեմ, նաև երասիրական պլաններ ունի։ Ադրբեջանի հիմնական ուղղությունը Վարդենիսի եւ այն հատվածներից հարվածն է ելքով դեպի Սևանալիճ, այնտեղից Սելիմի լեռնանցքով իջնել եւ Սյունիքը կտրել։ Ինչ միջանց ինչ բան, ուղղակի կտրել Սյունիքը։ Հա, կտրել Սյունիքը ամբողջությամբ։
Այսինքն նրանք հարվածի մեկ ուղղություն չեն այսօր մշակում, նրանք հարվածի 3 ուղղություն են այսօր մշակում եւ դա իրենց քննարկումներում, եթե հետեւեք կտեսնեք, դա Կապանի մեղրի ուղղությամբ ուշադրության շեղող գործողություններն են, դա Իջևանի եւ այլնի ուղղությամբ նորից ուշադրություն շեղող գործողություններն են եւ դա իմ նշած հատվածից Վարդենիսով դեպի Սևանի ափ դուրս գալը հիմնական այո հատվածը եւ այնտեղից Սելիմով դեպի Ջերմուկ եւ այլն Ջերմուկ Սիսիան եկող այդ հատվածն են, դա Հայաստանի ամենանեղ տեղը։ Առայժմ երասխը դեռ չեն բանան, այդ հատվածով կսահմանափակվեն երասխը այո, այս պահին համենայն դեպս ավելի շատ քննարկումներ նրանք են եւ գլխավոր հարվածի ուղղությունը ինչ որ ես եմ տեսել իրենց քննարկումներում նշվածս բանն։ Իհարկե չեն ասում որ մտնելու ենք Սելիմով եւ այլն, բայց երբ որ քարտեզում նայում ես թե որտեղ են իրենք հավանական տեսնում, հասկանալի է որ գիծը հենց անցան, դեռ ոչինչ չի խանգարելու այդ մեծ բանը իրականացնել։ Հա, որտեղ տարածատեսակետ կա, որ լոկալ փոքրիկ հարված ձեր են ասած Կապանի կողմից կանեն, որ ինչ որ մի տարածք բան ստանան, որ ասեն այդ ճանապարհը կտակ, կդադարեցնենք, էլի պահանջ որպես դա են դիտարկում զուտ միջանցքի հարցը լուծելու, բայց այստեղ դուք Արկադի նրանց խնդիրը Հայաստանի գոյություն չունենալն է, ոչ թե այդ ճանապարհն է միջանցքը, ոչ թե կան խնդիրներ նվազագույն, միջին եւ առավելապաշտակա։ Իրենք աշխատում են մաքսիմալիզմի վրա, մաքսիմալ խնդիրներ լուծելու ուղղությամբ են իրենք աշխատում։ Շունիկը կտրելու դեպքում Հայաստան չլինելու 5 պակաս եմ մնում, շունիկ չունենալու պարագայում, ճիշտ է՞մ։ Ձեզ ավելին ասեմ, Արցախը չլինելով էլ ցավոք սրտի Հայաստանի չլինելուն 5 պակաս է մնում եւ մեզ համար հիմա շատ կարեւոր եւ տագնապալի վիճակ է ճիշտ ազգային, հա, ճիշտ որոշումներ կայացնելու այս վիճակից դուրս գալու համար։ Չարեցինք ցավոք սրտի այդ դեր ասած 5 պակաս վիճակում ենք։ Այդ որոշումներից ասեք ՌԴ ԱՄՆ բանակցությունները գնում են Ուկրաինայում ասում են որ կարգավորվում է, հա, ու հոգուտ ռուսների ընդհանրում եմ։ Այս ամեն ինչում է որտեղ է տեղավորվելու Փաշինյանը, արդյոք ինչպես կազդի իր վրա իշխանությունը պահելու վրա միգուցե շրջվի Ռուսաստան, ինչ է կարծում, Ռուսաստանում կա հավատան, չեն հավատա, ինչ է անելու, կամ ինչ է անում այս պահին ձեր կարծիքով այդ ուղղությամբ։ Դժվար է ասել։ Այո, կփորձի գնալ դեպի Ռուսաստան ու նաև տարածված տեղեկություններ կան, նման հանձնարարություններ կան տարբեր գերատեսչությունների Ռուսաստանի հետ հնարավորինս հարաբերություններ կարգավորել։ Միրզոյանի այցը Ռուսաստան դրա բաներից մեկն է, ապացույցներից մեկն է։ Շուտով Մաշինկոն է գալու, այո, այդ պատրաստությունը որ տեսնում են, նույնիսկ դրա ապացույցներից մեկն է։ Ես չգիտեմ Ռուսաստանը կհավատա Փաշինյանին, չի հավատա, կամ ցույց կտա որ հավատում է, թե ցույց չի տա որ հավատում է, ես գիտեմ մեկ հստակ բան։ Ուկրաինայում խնդիրները ավարտին հասնելուց հետո սկսելու են կարգավորվել այլ տարածաշրջանում կուտակված խնդիրները։ Այո, հիմա մտածում ենք որ հաջորդը հարավային Կովկասն է, բայց մեր ցավալերքում տեղ ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ այլ առաջնահերթություն է այս պահին հայտ գալիս այդ աշխարհական կենտրոնների համար, բայց նորից եմ ասում, այդ խնդիրների ավարտից հետո զբաղվելու են հարավային Կովկասի հարցերով։ Եվ եթե այդ զբաղվելու այդ մեծ բանակցությունների, մեծ խոսակցության ընթացքում Հայաստանը շարունակի ներկայացնել Փաշինյանը, այսինքն մի մարդ, ով ավելի լավ պաշտպանում է Ադրբեջանի շահերը, քան մեր երկրի շահերը, մենք այդտեղ ոչ մի լավ սպասելիք չունենք։ Եթե մենք այնտեղ ունենանք իսկապես մեր շահը պաշտպանող, վստահելի մարդ, ում հետ կարելի կլինի ինչ-որ բան պայմանավորվել, հա նորից եմ ասում, անկախ նրանից ցույց են տալիս թե հավատում են, չեն հավատում եւ այլն։ Բայց եթե տեսնեմ որ կա մարդում հետ կարելի է բան պայմանավորվել, մենք այստեղ իրական շանսեր կարող ենք ունենալ, ընդհանուր մինչև պահանջ դնել Արցախահայության վերադարձի դեպի Արցախ անվտանգության նորմալ երաշխիքներով, որը հետագայում մեզ վերականգնելու ավելի մեծ հնարավորություններ կտա։ Այդ ձեր ասած Հայաստանի իշխանությունը ում հետ պետք է դա պայմանավորի, ինչ եմ ուզում ասել, այդ ձեր ասած հարավային Կովկաս գալու արդյունքը ո՞րն է, Միացյալ Նահանգները ռուսական ազդեցության գոտի է սա ճանաչելու, թե ում հետ պետք է Մոսկվայի ճանաչելն։ Կարծում եմ, որ Մոսկվայի ամեն դեպքում, բայց նորից եմ ասում, պայմանավորվածությունը Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև է լինելու։ Դու որպես երկիր պետք է հասկանաս ինչ է իրենք պայմանավորվել, պայմանական ասած այդ ընթացքում Եվրոպայի չսկսես ինչ-որ խաղեր տալ, հա, որ հակացված մի տեսակ, եւ նորմալ զրույց ունենալ եւ Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ։ Այո, եթե կուրատորը տարածաշրջանի դառնում է Ռուսաստանը, որը հավանական է շատ, այո, ոչ միայն մեր տարածաշրջանի, հետ խորհրդային տարածաշրջանի ընդհանրապես մասին եմ խոսում։ Բնականաբար պետք է Ռուսաստանի հետ ավելի սերտ աշխատել եւ ավելի նորմալ պահել, բայց Հայաստանը
միշտ ունեցել է նաև այս ոլորտում Ռուսաստանին լավ առաջարկ, որովհետեւ մեր միջոցով կարող եք Ֆրանսիայի հետ նորմալ հարաբերվեք, Միացյալ Նահանգների հետ նորմալ հարաբերվեք եւ արել է, դա եղել է միշտ մինչեւ 2018 թվականը այդ բանը եղել է Հայաստանում Ինչ որ Թուրքիայի զսպեք Ինչ որ դա հիմնական նպատակն է, ընդ որում ոչ միայն Ռուսաստանը, նաև Արևմուտքի, որտեղ շատ ուժեղ Թուրքիան նրանց էլ խանգարող հանգամանք կարող է լինել, խանգարող գործոն է։ Առաջարկը հիմա մենք չունենք, այդ առաջարկը ռուսերեն բառ պրավալ է տվել Փաշինյան, այդ ձեր ասած գլոբալ առաջարկը չունենք, բայց դա իրի կաշխատի եթե ունենանք։ Հա, եթե ունենանք, բայց ոչ Փաշինյանը, որտեղ Փաշինյանը արդեն մի քանի անգամ տարբեր բաներ է պրավալ տվել, հասկանում եք, իր հետ պայմանավորվելու ցանկություն ոչ մեկ չունի։ Արևմուտքում էլ չունեն։ Հա տեսեք ինչ է տեղ ունեն։ Նույն հայ-ամերիկյան հարաբերությունները գնացին ցույց տվեցին ռազմավարական համագործակցության թուղթ ստորագրել ու հաջորդ պահին ասենք Թրամփի ինաուգուրացիան ոչ մեկ չի հրավիրվում կամ էլ տարբեր մակարդակի պաշտոնյաներ ասում են որ ապա դուք նրանց եք պաշտպանում, դուք մեզ չեք պաշտպանում Բայդենի տեխնացիոնն եք պաշտպանում Հարիսի Կամալա Հարիսի տեխնացիոնն եք պաշտպանում այսինքն այս մարդու հետ պայմանավորվելու խնդիր ոչ մեկ այլևս չունի որովհետև գիտեն որ թույլ է այդ գործոնը չի ում հետ կարելի է պայմանավորվել բ գիտեն որ եթե նույնիսկ ինչ-որ մի բան վստահում են երկրորդ շանսն են տալիս ինքը գնում է դա ամեն ինչը ձեր ասած պրավալ է տալիս կամ ուրիշի է պատմում կամ ուրիշի հետ այլ բան է փորձում է ինչ-որ sense մանր խափեությամբ ինչ-որ մի բան ավել գործի եւ այլն կամ չգործի ուղակի ցավացնի սրան կամ նրան հասկացել են որ չէ այս մարդը վստահելի չի սրա հետ հնարավոր չպայմանավորվել իսկ ես ձեզ ասում եմ որ Հայաստանի շանսը նոր աշխարհակարգում ինչ որ դիրք ունենալու տարածաշրջան վերականգնվելու այս պայդրությամբ դա ուժեղ եւ պայմանավորվելու ունակ եւ սեփական երկրի շահերը պաշտպանող իշխանությունն է դա մեր միակ շանսն է այս ժամանակը այդ հա ժամանակային լյուֆտը քիչ է մնացել քանի դեռ հաճեք հանդերձ հասել ավարտել մյուս վայրում դա այո ունենք ժամանակ որտեղ մենք չգիտենք մյուս վայրերում ով գիտե հենց այսօր Էլ-Ռիադում կան բանակցություններ ուկրաինական թեմայով մենք կարող է առավոտյան արտանալ տեսնենք որ բան են պայմանավորվել Թրամփի տեմպը հայտնելով նաև հա բան են պայմանավորվել ավելին ասեմ կարող է հաջորդ օրներ լսենք որ Հայաստանով կամ Ադրբեջանով ինչ որ process-ներ սկսեց ժամանակ այլևս չկա իրականում չկա process-ները արդեն սկսվել են այդ գնացքը գնում է պետք է հասնենք թռնել այդ գոնե վերջի վագոնում տեղավորվել որ կարողանանք վերականգնելու ուղղված քաղաքականություն իրականացնել ավարտենք ներքաղաքականով տեսեք Գյումրի process-ներ են գնում մարդիկ են իշխանությունը կարծես թե հասկանում է կարծես հասկանում որ դեռ շանսեր առնվազն չունի 51+ ստանալու ինչ եք կարծում Գյումրին իրոք խթան կարող է դառնալ ներքաղաքական ավելի լայն process-ների կախված ընդդիմության ակտիվությունից եւ Փաշինյանի բավականին շուտ մինչև քարոզարշավ այցը Գյումրի ու ելույթը վերադարձավ հին ձայնասկավառակի աշխատած ժամանակին հաղթած բրաբուս ящик եւ այլն գիտեք հատարհատ սա թուլության թե ուժեղության նշան է ինչ է սա ինչու վերադարձավ դրան ինչ որ բան գիտի կամ ինչ որ բան է զեկուցել տեսեք միանշանակ ԿՊ դիրքերը Գյումրիում շատ թույլ են շատ ինքս էլ առիթ եմ ունեցել վերջերս լինելու Գյումրիում ու բավական շատ մարդկանց շփվելու ես տեսնում եմ այդ ատելության հիասթափության մեծ մասը ուղղված ԿՊ-ի տեխնացուին ընդհանրապես ԿՊ-ին եւ այլն տեխնացուին ազնիվ գտնեք մի քիչ ավելի քիչ են մանամ բայց քանի որ ինքը չլիներ ինքը ԿՊ-ի տեխնացու շատ լավ բանկ հնարավորություններ կունենա քանի որ ԿՊ-ի տեխնացուն է ինքն էլ ինչ է Սարիկ հա Սարիկ Մինասյան եթե ճիշտ եմ հիշում ինքն էլ է այսպես ասած փաթեթավորվել որպես ԿՊԱ-ական եւ արժանացել համընդհանուր մեժման Նիկոլը դա լավ է հասկանում նաեւ իշխանական թիմն է դա լավ հասկանում ձեր ասած փորձում են խաղարկել այն գործիքը որը ժամանակին աշխատել է բայց որը արդեն սպառված է իրականում արդեն սպառված է ինքը հիմա գնաց այնտեղ այնպես էմոցիոնալ, չգիտեմ, վիրավորական եւ այլն, բայց ինչ է դա ուժ է, իմ կարծիքով դա թուլության ցուցադրություն է։ ԿՊ-ն հասկանում է, որ Գյումրին իրենց համար կարող է դառնալ գերեզմանափոր այս իշխանության մի պարզ պատճառով, որտեղ երկրորդ քաղաքում եթե նրանք պարտություն են կրում, դա բնականաբար ողջևորելու է մնացածին եւ լինելու է process-ներ։
Հիմա ինչ ուժ ունեն չունեն դրել են, չգիտեմ, երեկը Շիրակի մարզպետը հայտարարեց, որ արձակուրդ է գնում մատաբաղեցելու համար։ Այստեղից այլ գնահատականները հնչեցող ցույց են տալիս, որ Փաշինյանը Գյումրիում շատ վատ պատկեր է տեսել ու ցնցումների մեջ է ընկել։ Փորձում է նույնիսկ մի քիչ օրակարգը շեղել Գյումրիից, տանել օրինակ դեպի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների այս վերջի Զարմանալիորեն խառնվի, որ չպետք է խառնվի։ Չէ, ինքը ուզում է ուշադրություն շեղել Գյումրիից, այլ բանով հանրությանը զբաղեցնել Գյումրիում իրենց կեղտոտ գործը անելու համար։ Իսկ կեղտոտ գործը անելու գործիքներ ցավոք սրտում Գյումրիում դրանք ունեն։ Այլ քաղաքական ուժեր, որոնք մասնակցելու են ընտրություններին, անգամ Շեմադիրի անվան տակ։ Չեմ բացառում, որ անգամ ընդդիմադիր անվան տակ կամ ընդդիմադիրների ցուցակներում ներդրված մարդկանց միջոցով։ Օրինակ Երևան 2 ստանան։ Այո, միանշանակ, պայմանական ինչ-որ մի տեխնացուի ձերբակալում են, իր թիմակիցներին ասում են, ախպեր, եկեք քվեարկեք Սարիկի օգտին, որ Սարիկը դառնա քաղաքապետ։ Կան Լևոն Բարսեղյանն է խաղացնում, որը ինչ-որ վերջի պահին ասելու է դե անցանք, բայց մեր ձայնը միանում ենք Սարիկի հետ մեր պայմաններով իբրև թե։ Ընդհանուր համապետականի նշանակությունը տալիս, այսինքն մտածում եմ, որ սա կարող է հետո գլորվելով դառնալ համապետը, հա, ճիշտ է։ Կարող է process սկսվել, իրենք հասկանում են, որ պարտությունը Գյումրիում կարող է նաև հետևից բերել այլ զարգացումներ եւ ի վերջո պարտություն նաև ամբողջ երկրում, դա իրենք լավ են հասկանում։ Ինձ համար շատ ավելի կարող է, որ ընդդիմությունները դա լավ հասկանա, հա, եւ Գյումրիում տարվող աշխատանքները արդեն այսօրվանից պետք է միտված լինեն այնտեղ ինչ-որ միասնական բռունկ ստեղծելուն, որպեսզի ԿՊ-ն Գյումրիի ընտրությունները գողանալու հնարավորություն չունենա։ Հաղթելու հնարավորություն նրանք չունեն, գողանալու հնարավորություն ունեն։ Ասում եմ, այդ այնց կեղծ ուժեր ներդնելով, կեղծիկներով ընտրակ, ինչ ենք մենք մտածում, որ ընտրակեղծիկներ չի անելու։ Անելու է։ Արդյոք մոռացել են, նույն այդ ելույթում ասացի, ասես, մարդիկ մոտոտում ես ընտրակեղծիկ վեր են թռնում, մեջ բերում եմ հիմա իրան։ Ընտրակեղծիկները Գյումրիում արդեն սկսվել են։ Շատ գնացեք այդ փողոցում նայեք, տեսեք թե ինչքան Սարիկ Մինասյան ու ինչքանից Երևանից է փակցված։ Քարոզարշավը երբ է սկսել, պաշտոնապես քարոզարշավը պետք է մարտի 15-ին սկսվի։ Իսկ իրենք սկսել են 2 ամիս առաջ։ Այդ հենց գնում է վարչապետ է գնում, ուժ է տալիս, նախարարներ են գնում, ինչ որ ծրագրեր, որոնք երկար ժամանակ չէին բացվել, հա, սոցիալական ծրագրեր եւ այլն գնում են հիմա են բացում ու ամենտեղ Սարիկ Մինասյանը, որ ի պաշտոններ չպիտի լիներ այդտեղ, ինքը հայտնվում է այդտեղ։ Իսկ դա վստահ լինես, նյարդային վարնը չլինի։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, վարչական ռեսուրս արդեն աշխատում է մի տեխնացուներից մեկի օգտին։ Դա կոչվում է ընտրակեղծիկ։ Դա ուրիշ ոչինչ չի կարող ուրիշ ձև դա կոչվել։ Հասկանում եք, վարչական ռեսուրսը այս պահին արդեն աշխատում է, ով է ասել կեղծիկներ չեն լինելու։ Արդեն այդ կեղծիկները իրականացում են։ Եվ նորից եմ ասում, դա դեռ չի Գյումրիում պարտությունը վստահ չեն կարող ասել որ նշանակում է այս իշխանությունը, բայց դա շատ ուժեղ հարված է, հա, որը կարող է իր հետևից ալիք բարձրացնել։ Դրա համար պետք է սպասել եւ հասկանալ եւ ճիշտ աշխատել։ Ամենակարևորը ընդդիմությունը այստեղ իրականում շանս ունի այս իշխանությունը զգալորեն թույլատնելու, պետք է այդ շանսից անպայման կարճել եւ օգտագործել։ Մի պահ գոնե մոռանալ ամբիցիաներ, եթե դրանք կան, դեմ ասում։ Այո, նեղ ամբիցիաներ։ այո, միանշանակ հենց դրա մասին խոսում եմ։ Եթե նույնիսկ պետք լինի ինչ-որ տեխնացուներ հրաժարվեն մյուսի օգտին, ինչ-որ մի պահի, որպեսզի տեսնեն, որ հարվածային ուժը, հա, այնպիսի տեխնացուի օգտին, ով հանդեպ կոմպրոմատներ չունի իշխանությունը եւ այլն, այսինքն ընտրել ամենա, այսպես ասած, ոչ խոցելիին եւ պոտենցիալ ունեցողին, միավորվել եւ հաղթել այդ հարցը։ Իսկ հակառակ սցենարի դեպքում գոնե միավորել ու հետ ընտրական process-ը համատեղ զարգացնել։ Գոնե թե այստեղ, հա, գոնե թե այստեղ պետք է քաղաքական ուժերը հայտարարեն, որ պատրաստ են հետ ընտրական process-ը, մասնակիցները քաղաքական ուժերը հետ ընտրական շրջանում միավորել ջանքերը եւ ամեն ինչ անել, որպեսզի Սարիկ Մինասյանը կամ ԿՊ տեխնացուն չդառնա Գյումրիի քաղաքապետ։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։